Տողանով շարված մարտիկներն են նաև ադրբեջանական ռազմական ագրեսիային անմիջականորեն դիմագրավել։ Տղաների հստակ ու համակարգված գործողությունները հակառակորդ պետությունում հուշել են։ Մարտադաշտը խաղահրապարակ չէ, արտիզին տեխնիկային էլ տիրապետել է պետք։ Իսկ պաշտպանության բանակին կարճ ժամանակահատված էր պետք կրկին խաղաղություն պարտադրելու ագրեսորին։ Հայկական զույգ հանրապետությունների նախագահները զինվորների աչը սեղմում են պինդ, քաջալերումը միայն խոսքով չէ, լավագույնները պետական պարգևների են արժանանում։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները նորովի բացահայտեցին պաշտպանության բանակի կարողությունները, զինվորի ոգու ամրությունն ու հայրենիքին ամբողջապես նվիրվելու մղումը կրկին փորձարկվեց ու մնաց անսասան։ Դուք ապացուցեցիք, որ դուք շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք։ Ժամանակները փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը ու հաղթում են։ Զինվորը հակառակորդին բան չունի ասելու։ Զինվորը հակառակորդին իր ասելիք ասում է մարտի դաշտում։ Եվ փառք ձեզ, իդեմս ձեզ, մեր բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր կարողացան իրենց ասելիքը ասել։ Եվ այդ դաժան օրերին որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը։ Գրվել է նվիրումով մինչև վերջ։ Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով կրակելով մինչև վերջին փամփուշտը և լինելով վիրավորված, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին։ Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում և ոչնչացնում է ուղղաթիռ։ Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի 5 զրահ մեքենա։ Դուք լավ եք կատարել և լավ եք կատարում ձեր պարտականությունները։ Ցավոք սրտի, և այդպես էլ պետք է լինի, պատերազմը շատ դաժան բան է։ Բոլորը չէ, որ իրենց երկրային կյանքում տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը, տեսնում են իրենց վաստակի պտուղները, տեսնում են, թե իրենցով ինչպես են հպարտանում։ Փառք մեր բոլոր զինվորներին ու սպաներին, ովքեր ընկան այս օրերի ընթացքում, ու նաև փառք նրանց, ովքեր ընդհանրապես այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար։ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները տարբեր են, և այդ տարբերությունը արժեհամակարգային է։ Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանք, յուրաքանչյուր սպայի կյանք, իսկ այնտեղ իրենց քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար պատրաստ են մահվան բերան ուղարկել հարյուրավոր, հազարավոր զինվորների։ Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուր և անազատ։ Մենք դա չենք կարող անել։ Փառք ձեզ, հայրենիքի զինվորներ, փառք մեր ընկածներին, փառք մեր զորքին։ Եվ ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում
կատարելու ենք հայրենիքի զինվորի պարտականությունները։ Իսկ այդ պարտականությունները սուրբ են։ Ինչպես է կազմակերպվում ծառայությունը ԼՂՀ պետական սահմանում, ինչ իրավիճակ է առաջնագծում, նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը անձամբ են գնահատել։ Հայկական երկու հանրապետությունների նախագահները այցելել են նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին։ Նախագահները երախտագիտություն են հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար եւ շուտապույտ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։ Սամվել Բալայան, Մեր Մկրտչյան, օր։ Ալիևը նոր հաղթաթղթերով չի նստի բանակցային սեղան, միլիարդները ծախսեց, աշխարհով մեկ հոխորտաց ու տանուլ տվեց։ Խոսրով Հարությունյանը սա վտանգավոր է համարում։ Մենք գործ ունենք վիրավորված մի գազանի հետ եւ Ալիևը կարծում եմ կփորձի դեռևս իր քաղաքական դեմքը փրկել։ Սա նշանակում է ինչ որ մի նոր բան։ Ինչպիսին կլինի ամենահավանական հավանաբար վերսկսել լայնածավալ ռազմական գործողություններ, ապտակելով երկրորդ անգամ ապտակելով միջազգային հանրությանը, համանախագահողներին։ Ռազմական նոր արկածախնդրության գնալը բոլոր առումներով դեմ է տրամաբանությանը։ Ալիևը համոզվեց, իր զորքերի լայնածավալ հարձակումը հետ մղեցին Արցախի պաշտպանության բանակի հերթապահ ստորաբաժանումները։ Այսուհանդերձ Խոսրով Հարությունյանն ասում է, Ալիևի գործողությունները կարող են չտեղավորվել տրամաբանության շրջանակում։ Մեկ այլ խնդիր, սակայն Ադրբեջանի նախագահը լուծեց, մատնանշում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Հասարակության ուշադրությունը շեղեց ներքաղաքական խնդիրներից։ Տեղափոխել, ասենք, սոցիալ-տնտեսական, ֆինանսական խնդիրներից հասարակության այդ ալիքը ավելի շատ ինչ-որ ազգայնական խնդիրների շուրջ, դա հաջողվեց։ Ակնհայտ է, որ չնայած այդ սահմանափակ հաջողություններին, որոնք որ բավականին թանկ գնով Ադրբեջանի բանակը ստացավ, համենայն դեպս ստեղծեցին այս պահին Ադրբեջանի ղեկավարության շուրջ ինչ-որ կոնսոլիդացիայի մի ալիք։ Արցախյան բանակցությունները պետք է ընթանան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ անկաշկանդ ապրելու եւ անշրջելի զարգացում ապահովելու երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ, ասում է Խոսրով Հարությունյանը։ Բանակցային սեղանի առանցքային թեզը, բանակցությունների գործընթացի առանցքային թեզը այնպիսի պայմանավորությունների գանք, որովհետեւ ավելի ինչ կործանարար ռազմական գործողություններ վերսկսելու համար որևէ նախադրյալ չստեղծվի։ Սա է։ Ռազմական վերջին գործողությունների ելքը Ադրբեջանին զրկում է բանակցային գործընթացում հայկական կողմից զիջումներ կորզելու հնարավորությունից, նկատում է Սերգեյ Մինասյանը։ Ես չեմ կարծում, որ այս պահին գլխավոր ինչ-որ աշխարհակահաղական դերակատարներից մեկը կցանկանա չափից ավելի ներգրավի այս բանակցային գործընթացում, եւ մյուս կողմից նաեւ շարունակվող Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև հարաբերությունների ճգնաժամը նույնպես խնդիրներ է ստեղծում, արդյոք հնարավոր է նաեւ ինչ-որ կոնսենսուսային ֆոնի վրա Մինսկի խմբի համանախագահները կամ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից ստիպել արագ ինչ-որ լուծումներ կամ ինչ-որ առաջխաղացում ձեռք բերել բանակցային գործընթացում։ Քաղաքագետի դիտարկմամբ զարգացումների հավանական սցենարը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի շարունակումն է։ Կողմերից որ մեկը այս ժամանակահատվածը արդյունավետ օգտագործի, նա էլ կշահի։